Երկու օրը որոշները հասցրեցին մահախոսական ինձ կարդան, բայց ես ասեմ հետևյալը, որ գերեզմանոցում լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու, Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու, որից է մեկի ընդու անգամ երազում չպատկերացնեմ։ Դա մեկ, երկրորդը, ով է մեղադրում ինձ։ Ինձ նման մեղադրանք չեն կարող տալ։ Ժողովուրդ ջան, եկեք sense բան։ Ես տեղյակ եմ եղել կոռուպցիոն գործարքի մասին, հա։ Դուք հիմա ուզում եք, որ ես հաղորդում տամ հանցագործության մասին իմ վերաբերյալ, նման բան չի կարող լինել։ Ուրեմն հարգելի լրագրողներ, անկախ նրանից թե ով կլինի այդ պետական ծառայողը, օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։ B. Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը պետական վերահսկողական ծառայության օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են։ G. Այդ մարդկանց մեղքը պետք է ապացուցվի։ D. Այս պարագայում ԱԱԾ-ին, իմ գործընկերներին ես արդեն վերևը կոչ եմ արել, մի անգամ էլ կոչ եմ անում, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը։ Եվ որովից է մուտիլովկաների ինչ-որ դեմքով, մուտիլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում պետք է չհայտնվեն նման ինֆորմացիաներ։ Շարունակում եմ, մեր լրատվական ծառայությունը էս ում տամ։ Մեր լրատվական ծառայությունը չի կարող ԱԱԾ լրատվական ծառայության դերը կատարի։ Այսինքն եթե գործ կա, ուրեմն պետք է այդ գործի մասին ԱԱԾ լրատվականը տեղեկացնի։ Այսքանը եւ մի բան էլ ավելացնեմ, հեմոդիալիզի շուկան շարունակելու ենք ուսումնասիրել, անկախ նրանից ով է ցանկանում, ով չի ցանկանում, անկախ նրանից ում շահն է այստեղ տրորվում, բայց պետության շահը մենք պետքա պահենք։ Մրցակցային շուկա չի եղել, կոնկրետ, քանի որ որոշ մանրամասներ ասել են, մի երկու մանրամասն դեռ կարող եմ ասել, բայց վերջնական չեմ ասելու։ Կոնկրետ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը սպասարկել է միայն մի կազմակերպություն։ Մենք առաջարկություն ենք արել, մեր առաջարկության արդյունքում 8-9 կազմակերպություն մասնակցել է մրցույթին առաջի անգամ, որտեղ մինչև այդ գրված է եղել մի կազմակերպության համար։ Առաջի անգամ շուկան բացվել է, մասնակցել են տարբեր ֆիրմաներ եւ Զորաշեն ՍՊ-ն այդ չի համապատասխանել տեխնիկական բնութագրեր։ Այդ հարցերեք ԱԱԾ ոչ չի համապատասխանել եւ Զորաշեն ներկայացումը մեղադրվում է ԲՎՑ աշխատակիցների օժանդակությամբ, նրանց օժանդակել է պաշտոնական լիազորությունը չարաշահելու, այսինքն պաշտոնական լիազորությունը չարաշահելու մեջ են մեղադրվում ձեր երկու աշխատակիցները այս պայմաններում։ Հույս ունենանք այդ ամեն ինչը կապացուցվի, իսկ ովքեր անկախ նրանից կրկնում եմ, եթե կլինեն պետական վերահսկողական ծառայության աշխատակից, հանցագործության մասնակից, այդ բոլորը դառնալու են իմ համար թիրախ, ինձ հիմա կապ չունի։ Ժորժ ջան, հերթով էլի խնդրում եմ։ Այո, բայց ես գերեզմանում չեմ։ Ես գալեզի ֆիլտրերի սարքերի խնդիր կան եւ փաստորեն ձեր գործողությունների պետական վերահսկողական չի համապատասխանում։ Ես հարցը ավարտեմ, արդյունքում իրենք կանգնել են լուրջ խնդրի առջև, հա մարդկանց կյանքն է վտանգի տակ դրվել, ինչ կարող եք ասել։ Չկա նման բան։ Սուտ է, չկա նման բան։ Իսկ այդ ֆիլտրերի խնդիրը Հիմա ձեզ հարց եմ տալիս ու խնդրում եմ ձեզ որպես դա ասում եմ սուտ է։ Եվ երկրորդ հարցը ինչպես Ես մի բան ասեմ, նոր կասեք, հա, որ ասում են այդ երկու ֆիրմայից բացի, այդ երկու ֆիրման են լավագույն ֆիրմաները, հիմա հարց եմ տալիս։ Արմենիա ԲԿ-ն, Էրեբունի ԲԿ-ն ինչ ֆիրմաներով են սպասարկվում։ Արմենիա ԲԿ-ն, ձեզ ասեմ, նույն հայտնի հանրապետական հիվանդանոցը ամենամեծ դիալեզի պացիենտները ունեն։ Հիմա հարց, եթե մենք անհանգստանում ենք
մենք կոնկրետ անանք ստանում ենք կոնկրետ ԲԿ-ների դիալեզի հիվանդներում, թե առասար, եթե խնդիր կա, բայց ինչի՞ այդ խնդիրը չենք վերհանում, ինչի՞ այդ խնդիրը չենք լուծում, ինչ ենք թողում, որ Արմենիա ԲԿ-ին այլ բաներ, այլ կազմակերպություններ սպասարկեն։ Ես կրկնում եմ, մեր խնդիրը շատ կոնկրետ է։ Մենք ոչ թե ֆիրմաների, այս ֆիրման կմատակարի, այն ֆիրման կմատակարի, մենք նման մասնագիտական լիազորություններ չունենք։ Մեր խնդիրը գնումների մասին օրենքի տառը պահպանելն է եւ պահպանելու ենք։ Անկախ նրանից ներկա նախկին որից է պաշտոնյան կամ որից է անձ, դա բիզնես ցանկանում է թե չէ, մենք դա անելու ենք։ Ձերբակալված տվեց աշխատողները փոխկապակցված են եղել ՍՊ-ի հետ։ Ուրիշ այդ գործընթացները հերթականությամբ բոլոր դիալեզի հետ կապված ամբողջ շուկան մենք նայել ենք։ Տվեց աշխատողները փոխկապակցված են եղել Զորաշեն ՍՊ-ի հետ, որովե փոխկապակցված։ Դա այդ հարց տվեք իրավապահ մարմինին։ Ես նման տեղեկություն չունեմ։ Ինչ է կարծում, հարցը եմ էլի, ինչպես։ Երկու հորեղբոր տղաներ են, իրավական ոչ մի խնդիր չկա, երկու հորեղբոր տղաներն, այո, ես եմ նշանակել, հորեղբոր վերջացնեմ, էլի։ Նրանց մասնագիտական կարողությունները, եւ ես կրկնում եմ, եւ Սամվել Ադյանը եւ Դավիթ Ադյանը երկուսն էլ, իմջայլոց դա կեղծ է, Դավիթ Ադյանը անգամ ԱԱԾ չի հրավիրվել, Դավիթ Ադյանը շարունակում է իր ուսումնասիրությունները բժշկական համալսարանում։ Գևորգ Խաչատրյանը լավագույն մասնագետներից է, որ շատ լավ տիրապետում է առհասարակ բժշկական սարքավորումներին։ Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց ես նշում եմ, որ այդ մարդկանց ավելացված արժեքը մենք տեսել ենք, պետությունը օգտվել է նրանց աշխատանքից եւ եթե նրանց մեղքը եթե ապացուցվի, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ հարց, ինչ փաստ է, մեր կառույցի մասին, ես Զորաշեն ՍՊ-ի ներկայացուցիչը չեմ ու չեմ կարող լինել որից է ՍՊ-ի ներկայացուցիչ։ Եվ հարց, սիրելի ընկերներ, հարց։ Արդյոք վերջացնեմ, էլի։ Իմ թիկունքում եք երևի չի լսվում ձայնս։ Արդյոք որովհետեւ այլ կառույցում, եթե ցանկացած կառույցում, որովհետեւ դեպք է տեղի ունենում, այդ կառույցը ինչ նշանակում է, այդ կառույցը չի աշխատում, կամ ես պետքա իմանամ, ենթադրենք, որովհետեւ աշխատակից ինչ հնարավոր կապեր կարող է ունենալ, ես դնում եմ պահանջ, ինձ ներկայացնում են իրավական գնահատական են տալիս, ասում են, որ ստեղ խնդիր կա, ֆինանսական այս խնդիրը կա, հանձնարարական եմ տալիս այս կամ այն գործողությունը իրականացնելու եւ այդ գործողությունները այսօրվանից ավելի ինտենսիվ են դառնալու։ Դեմ պայքարող մարմինը այս դեպքում ներսում մարդիկ կան, ովքեր օգտվում են։ Դեմ պայքարող մարմիններում հնարավոր է նման չկա մի կառույց, որտեղ 100%-անոց ապահովագրված է։ Հիմա խնդիրը նորից եմ բարձրացնում։ Դուք վստահ եք, որ նրանք մասնակցել են կոռուպցիոն բանի, չէ։ Այո, օրինակելի աշխատող ա եղել։ Ցանկացած մեղադրանք 100%-անոց ճշմարտություն չի, ցանկացած մեղադրանք պարտադիր չի, որ լինի ճշմարիտ։ Համաձայնեք, որ ակնհայտ շահերի բախում կա, եթե երկու եղբայր Ոչ, այսպես, ուրեմն օրենքը խնդրեմ կարդացեք, եթե նրանք նախ հորեղբոր տղաներ են, նորից կրկնեմ, եթե նրանք փոխում է, եթե նրանք ստորադասություն կա նրանց մեջ, մեկը մեկի ղեկավարն է, այդ ժամանակ կարա խնդիր լինի։ Այս պարագայում իրենց գործառույթները որից է ձևով չի խաչվում։ Նրանք տարբեր գործառույթներ են իրականացնում։ Ընդդիմությունը նախկին իշխանություններին մեղադրում հենց դրա համար, որ իրանց բարեկամներին, ընկերներին Ինչպես Պարոն Սանասարյան, ընդդիմությունը ինձ չեն Ոչ, չկա։